Հալելույա։ Այո, Աստված Էմանուել, Աստված մեզի հետ։ Շնորհակալ ենք Երկնավոր Հայր, քո որդուդ Հիսուս Քրիստոսին, որ այսօր միասին երկինքն ու երկիր հետ կհիշենք եւ կդոնենք իրեն Աստվածային ծնունդ եւ հայտնությունը։ Այսօրով դեր գաղութենք, մինչ կհիշենք Քրիստոսի ծնունդը, որ ինքը բոլոր մարդկության հրավեր է վերստին ծնունդի։ Հաղթեմով դեր, որ մեր հոգիները, մեր մտքերը, մեր սրտերը միշտ փածլան մեր ճշմարիտ եւ միակ Տակավորին, խաղաղության իշխանին, մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ով դեր, մինչ այսօր գիշենք ծնունդը, գիտենք, որ ամեն օր հրավեր է քեզ, ով դեր, որ ցուն իշխես, դիրես մեր սրտերը, մեր կյանքերը, մեր ընտանիքները, մեր երկիրները, ով դեր, եւ միան քո անունդ փառավորվի, ով Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված։ Ամեն։ Քրիստոս ծնավեվայնեցավ։ Քրիստոս ծնավեվայնեցավ, օրհնյալ է հայտնությունը մեր Քրիստոսին։ Ամեն։ Այսօր մինչ միասին գիշենք եւ գտոնենք մեր Փրկչին ծնունդը, 4 ավետարանները գիշեն ծնունդ դարբեր ծևերով։ Այսօր հիմնականորեն միասին պիտի սերտենք, ինչ որ արդեն փոխադարձաբար ընթերցում մեջ կարդացինք Ղուկաս ավետարանի 2-րդ գլխում 8-րդն 20-րդ համարները։ Այսօր մեր պատկամին պիտի խաղաղության իշխանը մեր միակ Տակավորը։ Խաղաղության իշխանը մեր միակ Տակավորը։ Եսայի մարգարեն ցարեր առաջ մարգարեցավ, որ մեզի ծնելիք մանուկը պիտի գոչվի խաղաղության իշխան։ Այսօր բոլորս, բոլոր մարդկություն խաղաղություն կփնտրեն։ Շատեր իբր հոգեգան սկացում։ Շատեր, ով որ նյութական գարողությունն ժամփորդելով, որ ավելի բարձեն գնալալ իրար հետ հանդիպումով քիչ մջաշ գերագուր ուտելով, ուրիշներ ավելի քնում ունելով, նույնիսկ երբեմն հոգեբանական բժիշկներու կով երթալով, տեղահատներով, ուրիշներ գսեբեն իրենց քաղաքական հաղթությունը, խաղաղության արիթմը։ Այս օրերուս ունենք Նոբելի մրցանակը խաղաղության, որ ընդհանրապես զենքով եւ քաղաքականությամբ կլա։ Տեր Հիսուսի ծնունդի ադեն նման էր, որը մարդ արարած առանց Աստուծո կփորձե ինքն իրեն հնարել խաղաղության ցևեր։ Գայսերը դեսեբեին իբր խաղաղությունը բարգեվող, ինչ որ գրծավ ցածրեցնել բادرազմները այն ադեն հռոմեական գայսրության մեջ եւ իրեն իշխանությունը բարձել բոլոր երկիներուն վրա, դարբեր ցեղերուն եւ ասկերուն այն դրանիկա։ Սակայն երբ կդառնանք Աստծո խոսքին, Աստվածաշունչի մեջ խաղաղությունը եւ պարկասը որ մենք հոս ասերգիներու մեջն ենք, գիտենք արաբերենով խաղաղությունը ինչ է։ Սալամ, որ գտեսնենք եբրայերեն դարբերակը շալոմ, որ շատ անգամ խաղաղությունը կամ սալամը կամ շալոմը բարձրապես բادرազմի բացակայություն չէ, այլ Աստուծո ներկայության լիությունն է։ Աստվածային գարկ կանոնը, ամբողջականությունը, հոգևոր, մարմնավոր եւ հոգեգան առողջությունը, հանդարտությունը, համերաշխությունը եւ համացայնությունը։ Այսօր Ղուկասի ավետարանի մեջ կտեսնենք, թե ինչպես Աստված այդ խաղաղություն հայտնեց աշխարհին ոչ թե բալատներու մեջ, այլ թաշտիմը մեջ աղքատ անդեսված հովիվներուն։ Առաջին գետը, որ միասին ուզեմ 8-րդ 14-րդ համարներու մեջ միասին տեսնենք այս հատվածի մեջ խաղաղության ավետիսը անարժաններուն։ Առաջին հերթին կտեսնենք Աստծո անսպասելի ընդրությունը։ Հովիվները անդեսված արհամարված տասագարտն էին։ Անոնք գրոնական օրեն անմաքուր կնկատվեին, որով գենթաններ գարած էին, ոչխարներ, գովեր, եւ թաթարաններու մեջ վկայություն տալու իրավունք իսկ չունեին, որով այն ադեն
հովիվները մարդոց կովքի ծված էին, որ ընդհանրապես անվստահելի քող կամ սլախոս իրար ոչխարներ, իրար հոդեր կոնային։ Այդքան անդեսված կսեվեն ժողովրդին համար։ Սակայն Աստված իր շնորհքով միշտ խոնարհները կբարձրացնե, ընդրեց սանոն կլալու Քրիստոսի ծննդյան առաջին լսողները։ Ասիկա մեզ կհիշեցնե մեծ ճշմարտությունը։ Աստծո խաղաղությունը մեր արժանիքը չէ, մեր վաստակը չէ, այլ միայն իր շնորհքն է։ Ամեն։ Շատ հավանական է, որ այս հովիվները գխնամեին դաժարի զոհաբերության համար բահված կառնիկները։ Եվ ահա հիմա առաջինն իրենք կտեսնեին Աստծո կառնուկը, որ պիտի գրե մեր բոլոր մեղքերը եւ խաչ բարձրանա մեր փրկության համար։ Մենք բոլորս Աստծո հետ շնամության մեջ էինք մեր մեղքերուն պատճառով, բայց Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդով արիթ ունենք զինք ընդունելով ապաշխարությամբ այդ հանցավոր վիճակեն թատրինք եւ դառնանք արդարացած։ Չես Պողոս Արաքյալը գսե Հռոմեացիս 5-րդ գլխում մեջ հավատքով արդարացած լալով խաղաղություն ունենք Աստծո հետ։ Խաղաղություն ունենք Աստծո հետ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, իբր Աստծո զավակներ, իբր Քրիստոսի հետևորդներ, Սուրբ Ծննդյան այս խորհրդավոր օրերուն մեր սիրտերը կփնտրեն խաղաղություն։ Բայց նախքան աշխարհի կամ մեր շուրջներուն հետ խաղաղություն փնտրելը պետք է հասկանանք այս հոգևոր հիմքը, որ Պողոս Արաքյալ կբարձե մեզի։ Արդարացած լալը բարձրապես զգացումը չէ, այլ Աստծո գոմե դրված ողորմության նվերումն է, ողորմության որոշումն է։ Հռոմեացիս սուղթին նախորդող գլուխներում մեջ Արաքյալը ցույց կտա, որ մենք բոլորս մեղավոր ենք եւ հանցավոր Աստծո թեմ, Աստծո օրենքին թեմ եւ մեր խղճերուն արժեվ։ Սակայն Հիսուսի ծնունդով եւ անոր խաչի զոհությամբ այդ հանցավորի վիճակը փոխվեցավ եւ արդարացած դարձանք։ Այս պատճառով է, որ այսօր մենք ունենք խաղաղություն Աստծո հետ։ Այս տարբերը վստահ Աստծո խաղաղությունն են, որ մեր սրտերը կանթարդեցնեն նեղության, դակնավի ադեն։ Ասիկա ավելի հիմնական է։ Աստծո եւ մարդու միջև եղած ճշնամությունը վերջացավ։ Քրիստոս ազատագրեց մեզի, մեր եսեն, մեր մեղքեն, մեր անցյալեն եւ իր շնորհքով բարգեւեց մեզի, որ իր սեփականը դառնանք, իրեն դառնանք, իրենը ըլլանք։ Ամեն։ Դառնալով Ղուկաս 2-ին հրեշտակը գահիտնվի անդեսված եւ անարժան հովիվներուն եւ գփարադե անոնց վախը ասելով՝ մի վախնանք։ Այսօր ինչ լուրեր գլսենք, մարդոց գարտիկները գլսենք, բարձր որ վախը փորձի աստեն մեր վրա։ Սակայն կարևոր հիշեցում մեզի, թուն որ Աստծո զավակ ես, այս լուրերը մի վախնար, քու նեությանդ մեջ մի վախնար, քու դակնաբիտ մեջ մի վախնար, նույնիսկ որ մեղանչես մի վախնար Աստծուց մե հերու մնալով, ընդհանրագը խոստվան է, ապաշխար է եւ այդ դերոջ դարձիր։ Հիշե Աստծո պատկանելությունը իբր զավակ Քրիստոսով։ Տեր Հիսուս կսե, ով որ ինձի հայրը դվավ, իմ ցերքս է, եւ անգարելի է որ ովևէ մեկ գարենա, ովևէ մեկ բարակա, ովևէ մեկ մեղք մեզի բաժնե իր սերեն, ովևէ բամ չի գնար բաժնել Աստծո սերեն, որ ունենք մենք Քրիստոսով։ Ամեն։ Սիրելիներ, շատ անգամ այս ճշմարտությունները մենք մեր մտքերում մեջ գիտենք։ Սակայն այսօր աղոտ կսե, որ Սուրբ Հոգին հայտնի այդ մեկը մեր սրտերում, մեր գամքերում, որ իսկապես նորոգվին մեր մտքերը, մեր սրտերը, եւ աս գիտելիքներ չմնան, այլ կյանք մնան Հիսուսի անունով։ Ամեն։ Երբ շարունակենք սերտել, կտեսնենք մեծագույն հակասությունը մարդկային դրամապանության համար։ Հանգարց կհայտնվի երկնավոր զորքեր, բազմություն, կամ բանակներու բազմություն։ Սովորաբար բանակները գուքան պատերազմելու, բայց Աստծո բանակը, հրեշտակները գուքան խաղաղություն ավետելու։ Փառք Աստծո բացումներու մեջ խաղաղություն երկրի վրա եւ հաջողություն մարդոց մեջ։ Քրիստոս խաղաղության իշխանը ծնավ ոչ թե մեզ թադելու, այլ Աստծո եւ մարդուն միջև եղած բաժանմունքը վերջացնելու համար եւ բարգեւելու մեզի Աստծո խաղաղությունը լիովին եւ հավիտենական։ Իր ծնունդով Աստված կուտա խաղաղություն ոչ թե արժանավորներուն, այլ անարժաններուն, ինձի եւ մեզի նման, որ հավատքով կընդունենք իր փրկությունը, իր շնորհքը, իր խաչելությունը եւ հարությունը մեզի համար։ Քրիստոսի ծնունդը ինքը միան մասն է Աստվածային ծրագիրեն, փրկության ծրագիրեն։ Այսօր Քրիստոս Հիսուս եկավ, որ մեր մեղքերը ները, սակայն շարունակեց
ինչև խաչ եւ հարություն, որ մեզի հետ հոր դարձնե։ Իբր կորձնական օրինակ մեր ընտանիքներում այսօր հիշենք, որ Աստված մեզի հետ հաշտվեցավ եւ երբ մենք թեր անարժան էինք, այս սնունդին աղոտ կսե, որ առաջին քայլը առնենք հաշտվելու, գնալ ընտանիք, ծանոթ, ընկեր, բարեկամ, առաջին քայլը առնենք հաշտվելու այն անձին հետ, որ մեզ նեղացած է, վիրավորած է, գիտակցելով, որ մենք անարժան ենք, ու մինչև հիմա Աստծո ներումին անարժան ենք։ Հիշենք, որ խաղաղություն կսկսի ներումով, ինչպես Աստված մեզի ներեց, մենք գալ իբր զավակները այդ բանը բաժնեցինք ուրիշների հետ։ Երկրորդ կետը, երբ որ գսերտենք Ղուկաս 3-րդ գլխում 15-րդ եւ 16-րդ համարները, կտեսնենք, որ հնազանդությունը իբր խաղաղության արդյունք, հնազանդությունը իբր խաղաղության արդյունք։ Երբ հրեշտակները կացին, հովիվները չնստան վերլուծելու կամ վիժելու, անոնք չցկցկեցին եւ չմնացին անդարբեր, այլ անմիջապես ասին, եկեք, երթանք ու տեսնենք։ Անոնք կացին արձորանքով, այսինքն աժաբարանքով։ Ճշմարիտ խաղաղություն գտնելու համար միան լսելը բավարար չէ։ Եղբայրս եւ քույրս։ Պետք է առնենք մեր թերը եւ շարժենք հնազանդությամբ։ Խաղաղությունը գտնվի այն բահուն, երբ մեր հավատքը կդառնա իսկական կորձի, ինչպես որ Հակոբ Արաքյալը գսե։ Հրեշտակը դված էր շատ յուրահատուկ նշանը, մանուկը խանցարուրով պատված եւ մսուրի մեջ դրված։ Գիտեք, խանցարուրը գիշեցներ ոչ թե միայն Քրիստոսի ծնունդը, այլ իր մահանալ։ Այդ նույն լաթերով պիտի պատվեր իր խաչելութենեն յետք, որ մեզի բարգեւի Աստծո փրկությունը, Աստծո ներումը։ Իր արյունը պիտի ստապեր մեր փրկության համար։ Ադի հadouk գետներ։ Իսկ մսուրը իր աղքատությունը եւ խոնարհությունը կնշե։ Այսպիսի նշանը անսովոր էր թագավորի համար, բայց հովիվները չգասկածեցան, անոնք հավատացին Աստծո խոսքին եւ հնազանդեցան եւ կացին։ Եվ հոն Մարիամին եւ Հովսեփին մոտ այդ խոնարհ քարայանի մեջ զանոնք կդան մանուկը եւ հանդիպեցան ոչ թե բարձ մանուկի, այլ դիեզերքի արարիչին։ Խաղաղությունը, որ անոնք կփնտրեին, կգտնվեր հնազանդության ճանապարհի մեջ։ Հաճախ սխալ հասկացություններ կլան մարդոց միջև եւ մանավանդ աշխատավայրի մեջ, որ աշխատանքի լարվածությունը մեզի կստիպի գործընկնել մեր խաղաղությունը։ Աստվածային գարկ ու կանոնը, ինչպես որոշենք։ Որոշենք լալ հնազանդ սիրելներ Աստծո արժեքներուն, լալով ազնիվ եւ արդար։ Նույնիսկ երբ մեր շուրջիները այդպես չեն։ Գիտեմ, շատ դժվար է։ Մարդկայինորեն շատ դժվար է։ Բայց որով այդ հadouk ամները մեկն է, որ եկեցին, այսին Աստծո զավակները իրենց նոր մարդկությունն է։ Գիտեք, Քրիստոս երկրորդ աթամն է, նոր աթամն է։ Այդ հին աթամը չէ, ըմփոստ աթամ, այլ հնազանդ աթամը, որ հորը գամքը մինչև վերջ հնազանդեցավ եւ քալեց։ Դերը դա մեզ իսկապես իբր նոր մարդկությունը Քրիստոսով, Սուրբ Հոգիով հնազանդինք Աստծո։ Հնազանդինք Աստծո։ Ոչ թե վախե մղված, այլ սերը մղված, համոզումով մղված։ Գաղութեմ, որ ամեն հարց լակորձադեր ընտանիք կամ ովևէ մեկտեղ որոշենք լալ հնազանդ Աստծո արժեքներուն, Աստծո խոսքին, լանք ազնիվ եւ արդար, նույնիսկ երբ մեր շուրջիները այդպես չեն։ Մեր հանդարտությունը, մեր խաղաղությունը թող լա մեր լավագույն վկայությունը Քրիստոսի։ Եվ հիշենք, հետաձգված հնազանդությունը ապստամբությունը Աստծոյան։ Հետաձգված հնազանդությունը ապստամբությունը Աստծոյան։ Շատ անգամ մենք գիտենք Աստծո խոսքը։ Շատ անգամ Սուրբ Հոգին ինձի քեզի գիշեցնե։ Այս կետը, այս անցը, դա գավին չես ներած։ Դա գավին սրդիտ մեջ բոլորովին հայրու չես հանցնած ինձի նյութը։ Ահոտ կսե այսօր իսկապես Քրիստոսի ծնունդը հիշադակ չլա միան, այլ ինչպես որ երկենք նոր կյանքի, նոր սկիզբը լա մեր կյանքերում մեջ, մեր հարաբերություններում մեջ, մեր ընտանիքներում մեջ։ Ամեն։ Երբ Տերը կհրամայե որ ներենք, մեզի վնասողներն ու հակառակորդներուն ինչ է մեր մոտեցումը։ Արդյոք փորձենք մեր իրավունքը մեր ժանքով, մեր խելացիությամբ լուծել։
կամ Տիրոջ հանցնել ու հնազանդել հովիվներու նման իր խոսքին։ Երրորդ եւ վերջին երևաշամունքին այսօրվա պատկամին փառապանությունը որպես խաղաղության արդյունք։ Ճշմարիտ հանդիպումը Հիսուսի հետ երբեք չի գնար քաղաքնի մնալ։ Ճշմարիտ հանդիպումը Հիսուսի հետ երբեք չի գնար քաղաքնի մնալ։ Հովիվները դարձան առաջին ավետարանիչները, անոնք պատմեցին ամենուն այն բոլորը, ինչ որ տեսած էին եւ լսած էին։ Անոնք, որոնց խոսքը թադարաններու մեջ արժեք չուներ, դարձան Աստծո որդին առաջին վկաները։ Շնորհի Աստվածը իր մեծ փորձը վստահեցավ այն մարդոց, որոնք մեծամասնության կողմեն անդեսված էին եւ գասկածերի բարոյական վիճակ ունեին։ Ապա հովիվները վերադարձան իրենց առօրյային ոչխարներուն կով, բայց անոնք այլևս նույն մարդիկը չէին։ Քրիստոսի հետ հանդիպումը անոնց փոխած էր։ Անոնք վերադարձան նոր անձեր, լեցուն ուրախությամբ եւ կփարապանային Աստված այն ամենուն համար, ինչ որ տեսան, լսեցին եւ մանավանդ այդ նոր կյանքին, որ իրենց ունեցան։ Սիրելներ, ուզեմ բահ մգենալ եւ աջակցի ցեզի հետ, թե ես ինչպես կդա այդ խաղաղությունը իմ կյանքիս մեջ։ Այսօր հadoop օր է, որով Քրիստոսի ծնունդին օրն է։ Բայց 23 տարիներ առաջ այս հadoop օր էր անձնապես, որով հոսը սկսավ Աստված ինձի առաջնորդել թե իր անձը։ 23 տարիներ առաջ խթումի գիշեր հայրս արդեն ապաշխարած 8 տարի է գաղութեր ինձի համար, իբր անարակ որդի։ Երբ գխոսեր հետս կսեր անտո աստո խոսքանա կսեմ բաբա ինչ կուզեմ աստո խոսքը քեզի համար է, մեծ մարդոց համար է, ձերերուն համար է։ Ես երդասարդ եմ, հիմա կյանքս վիդավորեմ։ Ինչ կուզեմ աստո խոսքան։ Իմ խոսքս պետք է կալե, ոչ թե աստո խոսքը։ Սակայն սիրելներ, այդ շրջանին քոնե 3 բան փորձեցի։ Առաջին գարցի իմ ուսումնական հաջողությունս ինձ կյանք կուտա, խաղաղություն կուտա, արժեք կուտա։ Եվ դեսա որ նույնիսկ որ հաջող էի իմ ուսումից մեջ ցախող էի եւ բարաբեր իմ հոգիս, որոնք գերային կյանք չունեի։ Ասի ուսումի հաջողություն մեկ գոմ բիտնեմ, երթամ ինգերային մտնոլորդի ավելի ինգերներ ունենամ։ Եվ փորձեցի այդ խաղաղությունը գտնել ինգերություններու մեջ, որոշ ժամանակ կալեց։ Հետո դեսա այդ մեկնալ բարավ է։ Այսօրվա ինգերը վավա տշնամի գլա, չեք դեր, հագարագալ, մնայուն պամը չի գա, մանանց բադանի շրջանի։ Դեմ ասա, որ գասկած ունեի և կյանքս բարավ էր և մտածեցի ով դեր, ես ատկան հուսահատ եմ, հոս 16-17 տարեկան էի, ատկան հուսահատ եմ, ասի որ մեկը ինձի չի սիրեր, մեկը ինձի չընդունիր, այս աշխարհի մեջ սեր չի գա, և ուզեցի անանք ծևոմը մահաս տսնել, որ կիտմամ իսկավես ով ինձի գսիր է և իմ թավումիս վիդիկա։ Այդ աստջան ծարավ և անոտություն գար հոգիս մեջ, որ գտնեմ խաղաղություն, գտնեմ արժեք սեր։ Այս փոթորիկներու մեջ, որ մեջ ենք անցնեի, հայրս սավ անտո այսօր մենք ավիդում գելենք որ թուն մեր հետ վիդիկաս։ Ասի բաբա վնաս չունի, հիմա ֆուտբոլի խաղա, գնանք բաբա այդացկել։ Սավ չէ, ավիդում այսօր է, այսօր իդի ելենք։ Բաբաս ապաշխարած էր, բայց խոսքը խոսք էր, երկու չեր լար։ Սոսի օքեյ, վիդի երցանք։ Սիրելներ, կյանքիս մեջ առաջին անգամ, իրգվա 9:30 մինչև արդվա 7:30, 10 ժամ, մոտ 60 տուն այցելեցինք, առաջին անգամ ուրախությունը, խաղաղությունը ունեցա, որ ատկի առաջ չէի հանդիպած։ Երբ տուն դարձա, եւ գնստեի սով դեր, եթե տուն իսկական գաս, փոխե ինձ ինչպես որ հայրս փոխեցիր, ինձի կյանք դուր, ինչպես հորս կյանք տվիր, եւ այս ուրախությունը հավանաբար Սուրբ Հոգի ուրախությունն է, որ գսեն այս մարդիկը։ Եվ սկսա օրական ժամեր
անցնել Աստծո խոսքի մեջ 5 դրամ, նոր դրամ, ժամերով գարտալ, ասեն ով դեր հայտնի անցած։ Ես քեզ գուզեմ, քեզ կխնդրեմ, քո խաղաղությունդ, քո փրկությունդ, քո սերդ։ Շաբաթների յետքեր, երբ Հիսուս գեցած, դեր Հիսուս գեցած սիրտի սուրը զարներ, բացի, եւ սի դեր տունես իմ փրկիչս, իմ Աստվածս, իմ դերս։ Սիրելներ, այդ օր խաղաղություն կդա Աստծո հետ, սակայն միայն Աստծո հետ չէր։ Այդ խաղաղությունը, որ կդա Աստծո հետ Քրիստոսով, այդ ներումը, այդ նոր կյանքը, որ ունեցա Քրիստոսով, հոն չի եցավ։ Այդ շարունակեց իմ ծնողքիս, իմ հորս եւ ընտանիքիս հետ։ Իմ հարաբերությունս հորս հետ շատ վատ էր։ Չաշխարհելս առաջ եւ իր չաշխարհելն առաջ։ Բայց եւ որ Աստված եւ որ Աստծո որդին Քրիստոս մեր կյանքերը գտնե, ինքն է խաղաղության իշխանը։ Ոչ թե միայն մեզի փրկություն կբարգեւի, որ թրախտի երթանք։ Ասի հիմնական մասն է մեր փրկության։ Այո։ Բայց դասե Հովանու 10-10-ի մեջ եկա որ ցեզի կյանք տան եւ ավելի Քրիստոս ինք Աստված եւ դերը մեր բոլոր կյանքին, մեր ընտանիքներուն, մեր մտքերուն, մեր վարմունքներուն, մեր հարաբերություններուն, մեր գործերուն, մեր ուսումին, ամեն ինչ։ Չընդունենք ովևէ մեկ ժամանակ, մանավանդ այս սնունդին, որ Քրիստոս միան մեր դերը լա մեր բաշտամներուն ընթացքին։ Կյանքի դեր եւ Աստված։ Այս սնունդին թող խաղաղության իշխանը մեր միակ ցակավոր Տեր Հիսուս Քրիստոս դիրե մեր սրտերուն, իշխե մեր որոշումներուն եւ ցակավորե մեր հարաբերություններուն։ Եվ ինչպես որ հրեշաները փառք ուտային եւ ինչպես որ հովիվները փառք ուտային, փառավորվի մեր յանքերուն մեջ։ Չփառվենք միան բացմությունը լսելով, այլ հովիվներուն պես, արտարոնքով, աջաբարանքով, երթանք Հիսուսիկով եւ երթանք վգայինք Հիսուսի սերն ու փրկությունը, Հիսուսի խաղաղությունը, Հիսուսի քեղեցկությունը։ Թող անոր խաղաղությունը, որ վեր է ամեն մտքե, բախմանի մեր սրտերը, մեր մտքերը։ Քրիստոս ծնավ եւ այնեցավ։ Քրիստոս ծնավ եւ այնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ամեն։ Աղոթենք։ Օ, ինչ գեղեցիկ ես Տեր, ինչ սքանչելի ես։ Հզոր, սուրբ, թագավոր։ Այո Տեր, շնորհակալ ենք, որով այդ նույն հրաշքները, որ քո քահիտ արչև սուրբ Տեր զորությանց լեն երկինք եւ երկիր, նույն հրաշքներն են, որ եկան եւ այս ավերիսը բարգեւեցին հովիվներուն, մեզի եւ բոլոր մարդկության։ Փառքի բարձունց, խաղաղություն երկի վրա եւ հաջողություն մարդոց մեջ։ Այսօր ով դեր քեզի գուքանք։ Գիտենք եւ գնդրենք քեզի խաղաղության իշխան Տեր Հիսուս, որ մեր միակ ցակավորը։ Տունես ով դեր որ եկար ոչ թե փարիսեցիներուն, այլ եկար մեղավորներուն, անարժաններուն մեզի նման։ Շնորհենք ով դեր, որով քու շնորհքովդ մենք Աստծո որդիներ դարձանք։ Եվ քու շնորհքովդ կշարունակենք ամեն օր ապրիլ այս սրբության նվիրումի կյանքը։ Օգնե մեզ ով դեր իշենք իբր զավակներ հնազանդ լանք եւ իբր զավակներ մեր կյանքերը մանավանդ մեր ընտանիքներու մեջ մեր կորձադեղերը լանով դեր քեզի փառք գրող կյանքեր։ Ով դեր այսօր գաղութեմ ամեն իշխոր եւ քրոջ որ դակավին իրենց ընտանիքներու մեջ բոլորովին իրենց դակավին քեզ չեն հանցված ընտանիքներու մեջ դակավին ունին անցեր դակավին քեզի չեն հանդիպած։ Ով դեր այսօր գաղութենք այցելես այսօր հայտնես քո անձդ։ Այո ով դեր քո փրկությունդ գիտելիքներ չեն, քո փրկությունդ հանդիպում է ճշմարիտ Աստծուն հետ։ Գաղութենք ով դեր Հիսուս դաս մեզի այս հավատքը, այս վստահությունը շարունակենք աղոթել, բարեխոսել իրենց համար եւ վստահել։ Որ ցուն գործես, ցուն գդիրես, ցուն գփրկես եւ կյանքեր կնորոգես։ Ուրեն գաղութեմ ով դեր նորոգես մեր կյանքերը, որ օրեօր իսկապես ով դեր ու անուշահոդդ ավելի փխի մեզ մե։
Եվ առաջնորդենք մարդիկ դեպի քեզի։ Տունես ժամփան ճշմարտություն եւ կյանքը։ Հալելույա։ Սիրենք եւ բաշտենք քեզ։ Հայր, Որդի եւ Սուրբ Աստված։